Ողջույն ձեզ, ինչպես գնահատել իմ սիրո որակը։ Պատասխանելով այս հարցերին մենք նկատի պետք է ունենանք որևէ կոնկրետ անձի։ Առաջին, ես միշտ համբերատար եմ այդ անձի նկատմամբ։ Երկրորդ, ես միշտ բարի եմ այդ անձի նկատմամբ եւ միշտ փորձում եմ գտնել հնարավորություն նրան որևէ լավ բան անելու։ Երրորդ, ես երբեք չեմ նախանձում այդ անձին եւ չեմ ցուցաբերում խանդ։ Չորրորդ, ես երբեք չեմ պարծենում նրա առջև, չեմ հպարտանում եւ գոռոզ չեմ։ Ինձ ավել հուզում են այդ անձի մտքերը, նրա հետաքրքրությունները ու ձեռքբերումները։ Հինգերորդ, ես երբեք այդ անձի հետ կոպիտ չեմ եւ անդաստիրակ վարմունք չեմ ցուցաբերում։ Վեցերորդ, ես երբեք այդ անձի հետ հարաբերություններում եսասեր չեմ պնդում միայն իմ ճշմարտացիությունը, չեմ պահանջում իմը եւ չեմ հետապնդում միայն իմ անձնասիրական նպատակները։ 7-րդ, երբեք չեմ շտապում նյարդայնանալ կամ փքվել, երբ այդ անձը նեղացնում է ինձ հեշտ է նրան ներել եւ ամեն բան մոռանալ։ 8-րդ, ես երբեք չեմ ուրախանում, չեմ չարախնդում եւ չեմ ըմբողջնում այդ անձի սխալներով։ 9-րդ, ես միշտ ուրախ եմ, երբ այդ մարդու կյանքում գերակայում է ճշմարտությունը, արդարությունը։ 10-րդ, ես հեշտությամբ կարող եմ չնկատել այդ անձի բնավորության բացասական կողմերը եւ երբեք ցանկություն չունեմ բացահայտել դրանք ուրիշներին։ 11. Ես միշտ ձգտում եմ հավատալ միայն լավին, որ լսում եմ այդ անձի մասին։ 12. Ես միշտ անկախ իրավիճակից նրա հանդեպ միայն լավն եմ ակնկալում։ 13. Ես միշտ ցույց եմ տվել իմ կայուն սերը նրա հանդեպ։ Եվ վերջինը 14-րդ, իմ սերը այդ անձի նկատմամբ անընդհատ աճում է։ Այս ընթերցումից հետո չգիտեմ ում մոտ ինչ տպավորություն կլինի, բայց հուսամ դեպի լավը կգնա։ Այսքանը լավ եղեք, Հիսուս Քրիստոսով եղեք։